Ուր է ձեր հավատը։ Բայց ահա իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է։ Ասում եմ քեզ, Պետրոս, դու 3 անգամ կուրանաս ինձ։ Հուդա, Համբուրելով է, որ մատնում ես մարդու որդուն։ Ավազակ եմ, որ սրերով ու մահակներով է գալիս։ Այս է ահա ձեր ժամը, խավարի իշխանության ժամը։ Մարդու որդուն տանջելու են և ուրանալու։ Նրան պիտի սպանեն, բայց 3-րդ օրը հարություն կառնի։ Հայր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակը, բայց ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ հայր, ես քո ձեռքն եմ ավանդում, իմ հոգին։ Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն է առել։ Ծնված զավակը բարձրյալ Աստծո որդի կկոչվի, նրա թագավորությանը վերջ չի լինի։ Դու ես իմ սիրեցյալ որդին, որից էլ գոհանում եմ։ Տիրոջ հոգին ինձ վրա է, մարդու որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին։ Ինձ մոտ եկեք, ինձ լսեք և կյանք կունենաք։ Երանի Աստծո խոսքը լսող ու պահողներին։ Հավատդ քեզ փրկեց, կույրերը տեսնում են, կաղերը քայլում։ Երանի նրան, ով կասկած չունի իմ հանդեպ։ Մարդու համար անհնար է, բայց ոչ Աստծո համար։ Խաղաղություն ձեզ։ Մեսիան պետք է չրջրվի և 3-րդ օրը հարություն առնի։ Նրա անվամբ ապաշխարություն և մեղքերի ներում պետք է քարոզվի բոլոր ազգերին։ Ողջ զորությունը տրված է ինձ երկնքում և երկրի վրա։ Եվ ես ձեզ հետ եմ անշուր, մինչև իսկ աշխարհի վախճանը։